Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մենք կրկին Ալֆայել Արմենիա YouTube անալիքի եթերում ենք, որտեղ հերթական խաղային շաբաթը շարունակում ենք ու արդեն երկրորդ խաղային օրն է մեզ մոտ մեկնարկելու, առաջին խաղը շատ հետաքրքիր է, Լեռնային Արցախն ու Վոտֆորդը կմրցեն էլիտ լիգայի շրջանակներում կամ մրցավարի Սուլիչը մեկնարկած է հանդիպումը, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, որից հետո արդեն հայաց կնետենք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին ու սկսենք Լեռնային Արցախից ու դարպասը Պաշտպանում է Էդիկ Խաչատրյանը համար 1, Արտուր Աբրահամյանն 3, Ռոնալդ Մելքումյան համար 7, Հարություն Մանգասարյան 8, Արսեն Սարգսյան համար 10 նա թիմի ավագն է, Արսեն Հարությունյան համար 17, Միքայել Արաքելյան համար 22, Տիգրան Համբարձումյան համար 23, Արամ Կոստանցյան համար 77 և Նիկոլայ Համբարձումյան համար 99, այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված Լեռնային Արցախը, Վոտֆորդի դարպասը պաշտպանում է Վիտյա Գրիգորյանը համար 1, Նայիրի Պետրոսյան 2, Հմայա Կաթանյան 3, նա թիմի ավագն է, Գևորգ Առնուշանյան համար 7, Հայկ Պողոսյան 8, Գագիկ Սահակյան համար 10, Միքայել Երանոսյան համար 15, Արմեն Մանուկյան համար 21 և Կարեն Սիմոնյան համար 22, սա էլ Վոտֆորդի հայտարարությունը հանդիպումը իհարկե շատ հետաքրքիր է նաև մրցաշարային աղյուսակում ստեղծված պատկերից ելնելով այս պահին Լեռնային Արցախը իհարկե պայքարում է էլիտ լիգայի չեմպիոնության համար դրանում երկու կարծիք լինել չի կարող պարզապես Լեռնային Արցախը դեռ պակաս հանդիպում ունի, որը պետք է լրացնի ու այս պահին օնլայն տարբերակով Լեռնային Արցախը գտնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում 24 միավորով զիջում է առաջատար Վիլյարեալին, ով անպարտելիորեն շարժվում է առաջ 10 հանդիպում 10 հաղթանակ և 30 միավորով Վիլյարեալն այս պահին առաջատարն է էլիտ լիգայի Կադիսն 25 միավորով 11 անցկացած հանդիպումից հետո երկրորդ հորիզոնականում է ստացվում է փաստացի այնպես, որ եթե այսօր հաղթում է Լեռնային Արցախը, ապա արդեն իսկ շրջանցում է Կադիսին 2 միավորով և դեռ մեկ հանդիպում էլ պետք է անցկացնի, որ խաղերի քանակով հավասարվի Կադիսին, իհարկե Կադիսը այս պահին Լեռնային Արցախի համար առաջնային խնդիրը չէ, այսպես ասած Խաչատրյան ներվից փորձ ու Գրիգորյանը հասցրեց արդեն տեղակայվել դարպասում, այո շատ լավ զգաց Խաչատրյանը, որ Վիտյա Գրիգորյանը դարպասում չէ, բայց վերջին պահին Վոտֆորդի դարպասը հասցրեց արձագանքել այս գնդակին իսկ արդեն հիմա էլ Վոտֆորդի պատասխանը Սիմոնյան արված ու գնդակը հայտնվում է դարպասում այո պատասխան գրով Վոտֆորդի վերացում է Սիմոնյանը գոլի ու Վոտֆորդն առաջացնում աչքի մեջ Ստացված է հանդիպան հաշիվը, իսկապես շատ լավ Սիմոնյանը օգտագործեց իր հնարավորությունը ու իհարկե, այսպես ասած, այս գոլը կարծում եմ չէր մտնում Լեռնային Արցախի ծրագրերում, նրանք շատ արագ պաս թողեցին, որքան էլ որը ակտիվ էին հանդիպան մեկնարկային այս անցած րոպեների ընթացքում, բայց փաստացի ստացվում է այնպես, որ երրորդ րոպեի դրությամբ Վոտֆորդը բացում է այս դիմակայության հաշիվը, ինչը արդեն իսկ ավելի հետաքրքիր է դարձնելու այս հանդիպումը շատ լավ գրող կազմակերպեց Վոտֆորդը ու Սիմոնյանի հարվածել նույնիսկ Խաչատրյանի համար բարձ ստացվեց, այո չկարողացավ Խաչատրյանը որցալ այս գնդակ ու արդեն առաջին դարպասի գրավում ունենք հիմա էլ Մանգասարյանը հարվածեց, բայց Վիտյա Գրիգորյանը
Առանց խնդիրներ ստեղծելու վերցրեց այս գնդակայում Մանգասարյանը փայլեց Լեռնային Արցախի նախորդ հանդիպման ժամանակ, որտեղ 11 հաշվով վաղձնակ դրավ Լեռնային Արցախի Ինտերի դեմ պայքարում ու այդ 10 գոլներից 5-ը միայն Մանգասարյանը գրանցեց իր անվան դիմաց։ 2 գոլային փոխանցում կատարեց այդ խաղի ընթացքում, իսկապես այդ հանդիպան լավագույն ֆուտբոլիստեր Մանգասարյանը, դրանում 2 կարծիք լինել չի կարող, բայց այսօր ինքը եւ իր խաղընկերները այս պայծառությամբ հայտնվել են բարդվողի կարգավիճակում ու պետք է մտածեն այս ամենը շտկելու մասին։ Այսօր իհարկե կան հայտարարություններ Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի անունները նշված, բայց խաղադաշտում բոլոր ֆուտբոլիստները չեն, որ ներկա են գտնվում, ինչը նշանակում է, որ ունի կադրային կորուստներ այս հանդիպման հետ կապված Լեռնային Արցախի։ Հիմա այս գրոյին հետևենք Արսեն Սարգսյանն է գնդակով շատ լավ նկատեց Ամբարձումյանին դեպի Նիկոլայ Ամբարձումյանը, սա փոխանցում էր իսկով պետք է եզրափակել Առաքելյանը միգուցե, բայց իհարկե Առաքելյանի համար ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու եզրային նետում է իրականացնելու արդեն Վոտֆորդը։ Այո, որքան էլ որ Լեռնային Արցախը Կադիսից ետ է մնում այս պահին, բայց իհարկե կրկնում Լեռնային Արցախը եթե այդ բաց թողած հանդիպումներից մեկում գոնե հաղթում է, 2 բաց թողած հանդիպումներից մեկի մասն է խոսքը, ապա Լեռնային Արցախը շրջանցում է ավտոմատ կերպով Կադիսին, ինչը նշանակում է իրարդի, որ արդեն Լեռնային Արցախի համար մեկ խնդիրը հանդիսանում է Վիլյարեալը։ Այո, Լեռնային Արցախը առայժմ չունի պարտություն, մեկ պարտություն այն էլ տեխնիկական ու գրանցվել է հենց Վիլյարեալի դեմ խաղում, այսպիսի պատկեր են ստացել է լիգայի այս խաղարկությունում, հիմա անկյունային հարվածը հետևենք, որը պատրաստվում է իրականացնել Սիմոնյանը։ Կա փոխանցումը այստեղ դեպի Արուշանյանը հասավ գնդակը Գևորգ Արուշանյանին։ Ու դեպի ավելի ետել Արուշանյան ուղարկեց գնդակը Վիթյա Գրիգորյանի ուղղությամբ ու եւ խորքից հիմա Վոտֆորդը եւս մեկ գրոյի է փորձում անցնել Գևորգ Արուշանյան։ Լավ նկատեց այստեղ Պողոսյանին, բայց Մանգասարյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ անկյունային միայն իրականացնի հիմա Վոտֆորդը այս գրոյից հետո արագորեն խաղարկում են գնդակ, այո Վոտֆորդը շատ հետաքրքիր է իսկապես հանդես գալիս է լիգայի այս խաղարկությունում, մի շարք ակումբների համար խնդիր է առաջացնում, այնպես որ եւ հիմա կոնկրետ այս հանդիպանը կապված իհարկե մի փոքր որքան էլ որ անսպասելի էր, բայց Վոտֆորդը առաջինը հասավ հաջողության, ինչու համար անսպասելի, քանի որ Լեռնային Արցախն անդադար գրոհներ իրականացնում, բայց ախնդրեմ մեկ գրով Վոտֆորդից ու ունեցանք այդ դարպասի գրավումը։ Ու հիմա արդեն Լեռնային Արցախի համար մեկ խնդիրը պետք է հանդիսանա, որքան հնարավոր է արագ հավասարեցնել այս հանդիպանաշիվը։ Խաչատրյանը ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ դեպի Արսեն Սարգսյանը, այստեղ Երանոսյանը հասցրեց հեռացնել գնդակը, բայց չի ավարտվել Լեռնային Արցախի գրոհը, կրկին Սարգսյանն է գնդակով։ Առաքելյանի տարբերակը դեպի ձախ ուղարկեց Ամբարձումյանին, իսկ Ամբարձումյանի այս փոխանցումը բավական ուժեղ ու անհասցե ստացվեց։ Պետրոսյան Գևորգ Արուշանյան եկար եւս մեկ փոխանցում Արուշանյանից նորից հաշվարկված էր այս փոխանցումը եւս մեկ վտանգավոր գրոհ կհասնի Սահակյանը այս գնդակին, կարծես այո, ասավ ու պահեց եւ շարունակությունը տեսնենք ինչ է մտածել Գագիկ Սահակյանը, գուցե ինքը լարվածի ոչ, սա փոխանցում էր ու Առաքելյանը հեռացեց այստեղ գնդակը, բայց այն վերադառնում է Մանուկյանին եւս մեկ փոխանցում ցածրից դեպի Սիմոնյաններ ուղված այս փոխանցումը, բայց Վոտֆորդի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը կարդացին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, սա խաղի կանոնների խախտում է Մանուկյանի դեմ պայքարում ու ստանդարտ է իրականացնելու հիմա Վոտֆորդը արագորեն խաղարկում Գևորգ Արուշանյան լավ գործեց Արուշանյանը այստեղ միայնակ դեպի ձախ է ուղարկում Մանուկյանի ուղղությամբ եւս մեկ գրոհ Վոտֆորդից ու ինչը նշանակում մրցավարը հարված Լեռնային Արցախի դարպասից, այո վերջում գնդակը դիպավ Վոտֆորդի ֆուտբոլիստին, նոր հեռացավ դաշտի սահմաններից դուրս։
Կոստանդյանն է առաջ շարժում գնդակով դեպի Ամբարձումյանը գտավ կենտրոնում Տիգրան Ամբարձումյանը Նիկոլայ Ամբարձումյանը ստացավ պատասխան փոխանցումը ու դեպի Սարգսյան ուղարկեց գնդակը վտանգավոր գրոյի հասնում Արցախը տեսնենք Սարգսյան նկատել էր այո Մանգասարյանի առաջ խաղացումը բայց գնդակը հասցեագել այս դրվագում չստացվեց իսկ հիմա արդեն տուկանային արված է վաստակում Լեռնային Արցախը ոչ պակաս վտանգավոր դիրքում տեսնենք ու տեսնենք Հարություն Մանգասարյանն է իրականացնելու այս տուկանայինը կա մրցավարի Սուլիչը Մանգասարյանը մոտենում է հարվածում բայց մի փոքր բարձր է ստացվում Հարություն Մանգասարյանի կատարած հարվածը այո վտանգավոր է դիրքը բայց հարվածային հարվածների շեր որը մենք սովոր ենք տեսնել նրա կատարմամբ ու Գրիգորյանը գնդակը խաղարկում է Մանուկյանի հետ Երանոսյան երկար փոխանցում առաջ այստեղ Սահակյանը չի խախտել խաղի կանոնները ընդհակառակը խնդրեմ ինչ փոխանցում դեպի Սիմոնյանն էլ թողեց խաղընկերոջը գնդակ ու արդեն այո գնդակը հատել էր միջև Պողոսյանի փոխանցում կատարել է դաշտի սահմանները եւ պետք է Հերի Խաչատյանը գնդակը մտցնի խաղի մեջ Սարգսյանն է ուղղում գնդակը, բայց Պետրոսյանը լավ գործեց այստեղ, հետո էլ արդեն Երանոսյանը կարողացավ ճիշտ դիրքավորվել ու առաջինը տիրել գնդակին ու խնդրեմ վաստակում է Վոթֆորդը եզրային նետման հնարավորություն Կոստանդյան դեպի Սարգսյան ուղարկեց գնդակը դեպի Աչեզարել Սարգսյանը տեղափոխեց Մանգասարյանը գնդակով երկար փոխանցում Մանուկյանը փակեց ու անկյունային իրականացնի Լեռնային Արցախ այս գրոյի արդյունքում եւ տեսնենք անկյունային ինչ է տալու Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Փոխանցումը դեպի Արսեն Սարգսյանը կրունկով է Սարգսյանը ուղարկեց գնդակը, բայց ոչ ոք չարձագանքեց Արսեն Սարգսյանի կատարած փոխանցման ու հակառակ պատկերը հիմա արդեն Վոթֆորդը նետվել գրոյի Արուշանյան Եզրային նետում է վաստակում Գևորգ Արուշյանը Վոթֆորդի համար, այո Լեռնային Արցախի ֆուտբոլիստից գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս Եզրային նետում, այո Աղարկում են եզրային հետում եմ, բայց այստեղ արդեն սխալվեցին ու փորձեց պատասխան գրոնն էլ կազմակերպել Վոթֆորդը, բայց այստեղ Ամբարձումյանը շատ վստահ գործեց դեպի Կոստանդյանը խաղարկում, Կոստանդյան Ամբարձումյան զույգ իրականացեց, Տիգրան Ամբարձումյան աչից կատ արվերակ ուղարկեց գնդակը Հարությունյանին Սարգսյան ավելացեց գնդակի ընթացքը, այստեղ տեսեք Կոստանդյանն է արդեն հայտնվել արձակման գծում դուրս է եկել այո գնդակը այստեղ դաշտի սահմաններից եզից պետք է նետի Լեռնային Արցախը Սարգսյան դեպի Համբարձումյանը գուցե փոխանցում դեպի Տուկանայինի մատույցներ ոչ դեպի Արսեն Սարգսյանը կրկին գլորեց գնդակը ու այստեղ հարվածի փորձ հասավ գնդակը Մանգասարյանին փոխանցում Կոստանդյանն էլ խփում է պատասխան գնդակ ու հավասարեցնում այս հանդիպման հաշիվ այո Լեռնային Արցախի ակտիվությունը տալիս է իր արդյունքը 1-1 Արամ Կոստանդյան
Ադամ Կոստանտյանը խփում է պատասխան գնդակը հանդիպան աշիվը հավասարեցնում է ու արդեն տեսնենք թիմերը կարելի ասել ամեն ինչ պետք է սկսեն նորից ակտիվ էր, իսկապես ակտիվ էր Լեռնային Արցախը բաստողած գնդակից հետո ու ստացվեց այդ գրոնների մեծամասնությունը իր արդյունքը այո անդադար այդ գրոն Լեռնային Արցախը այնպես չձեղվել էր Վոթֆորդի պաշտպանությունում, բայց ամենայն դեպս այս գոլը արդեն հասունացել էր ու հիմա տեսնենք արդեն Վոթֆորդը ինչպես պետք է փորձի եւս մեկ անգամ առաջ անցնել հաշվի մեջ Ստանդարտ տեսնենք Սարգսյանն է հերվից հարվածում, բայց բարձր է ստացվում այդտեղ Արսեն Սարգսյանի կատարած հարվածը Երոնոսյանի երկար փոխանցում առաջ, այստեղ սխալ տեղի ունեցավ, Մանգասարյանը խլեց գնդակ ու հիմա այլ հորիզոնական դարպասածողին դիպավ գնդակը, բայց արդեն հայտվել էր ցանցում Լեռնային Արցախը առաջ է հասնում հաշվի մեջ, հիմա ամենայն դեպս մրցավարը կայացեց դարպասի գրավումը, բայց պետք է կարծես դիտի մրցավարը դրվագի կրկնապատկերը ավելի ստույգ համոզմունքի գալու համար Դիտեց այո մրցավարը ամենայն դեպս դրվագի կրկնապատկերը ու Հարություն Մանգասարյանի հարվածից հետո գնդակը հայտվել էր ցանցում, ինչը նշանակում է, որ արդեն Լեռնային Արցախը հայտվում է հաղթողի կարգավիճակում 2-1 Արդեն Լեռնային Արցախը առաջ է հասնում հաշվի մեջ ու տեսնենք Վոթֆորդի պատասխանը ինչպես պետք է լինի հաշիվը հավասարեցնելու գործում, այո նրանք շատ արագ առաջ անցան հաշվի մեջ, բայց Լեռնային Արցախն էլ ոչ պակաս ժամանակահատվածում երկու գնդակ հեղինակեց ու կարողացավ արդեն իսկ առաջ անցնել հաշվի մեջ խաղակեսը միջին հատվածը արդեն հատել է Տեսնենք արդեն իհարկե Վոթֆորդի համար մեկ խնդիրն է հանդիսանում միջև ընդմիջման գնալը փորձել վերականգնել հաշվի հավասարությունը, բայց Լեռնային Արցախը այդ մտքի հետ համաձայն չպետք է լինի բնականաբար դուրս եկավ այստեղ Կոստանտյանի կատարած փոխանցման պահին գնդակը դաշտի սահմաններից, այո միջև փոխանցում կատարել արդեն իսկ գնդակը հատել էր դաշտի եզրային գիծ ու խաղարկում են գնդակը Վոթֆորդի տղաները պաշտպանությունում Գևորգ Արուշանյան Դեպի Սահակյան ուղարկեց գնդակը շատ լավ համագործակցություն Արուշանյանի ու Սահակյանի միջև, բայց այստեղ բրավո Հարությունյանին փակեց փոխանցման ճանապարհը եւ խնդրեմ Լեռնային Արցախը պատասխան գրոին անցավ, բայց այստեղ էլ Սահակյանն է վստահ պաշտպանում, հետո Մանուկյանին է բաժինացնում գնդակը դեպի Սիմոնյանը դեպի ավելի ետել Սիմոնյանը ուղարկեց գնդակ ու Պետրոսյանը երկար փոխանցում է կատարում առաջ Սահակյան նորից դեպի ծաղկելորեց գնդակը կրկին Սահակյանին է բաժինացնում այն շատ լավ է գործում Սահակյանը ձախ եզրում, բայց այստեղ արդեն փոխանցման պահին ոչ ոք խաղանկետներից չկար ու Լեռնային Արցախը նորից գրոյի է փորձում անցնել, բայց իհարկե լավն էր Սարգսյանի մտահղացումը, բայց փակվեց գնդակի ճանապարհը Արուշանյան գուցե հերվից փորձի ոչ թողնում է գնդակը Սիմոնյանին դեպի Սահակյանն էլ Սիմոնյանը ուղարկեց վտանգավոր գրոյը հիմա Պողոսյան Սահակյան ու Ինչու չհարվածեց Սահակյանը, չէր սպասում միգուցե խաղանկերոջ փոխանցմանը, շատ լավ համագործակցություն էր, որից չօգտվեց Վոթֆորդից Լեռնային Արցախը նետվում է առաջ Սարգսյան եւ անկյունային կտեսնենք հիմա փակեց Պետրոսյանը գնդակի ուղղությունը անկյունային այո իրականացնում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Սարգսյան շատ լավներ համագործակցությունը Կոստանտյանի հետ դեպի կենտրոն, բայց այստեղ էլ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը հետևաբար արդեն եզրից նետում են Վոթֆորդի ֆուտբոլիստները Մանուկյանն է առաջ շարժում դեպի կենտրոն Արուշանյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը արգելակում է Արուշանյանը նորից Մանուկյան լավ անցում է արված ու Խաչատրյանի վրա ընդունում արվածը չի ավարտվել Վոթֆորդի գրով Սահակյան երկար փոխանցում հասնում է գնդակը
աջ եզրում գտնվող ֆուտբոլիստին Սիմոնյանն է տվյալ դրվագում, սա փոխանցում էր, որը կարող է նաև չարաբաստիկ անադարձի վերածվել, բայց ժպտաց այստեղ ամեն ինչ Լեռնային Արցախի տեսանկյունից, բախտը ժպտաց Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, իսկ այստեղ արդեն արագորեն էլ գնդակը կորցրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Երանոսյանն է գնդակով երկար փոխանցում դեպի մրցակցի Տուգանայինի մատուցները, հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու, Մանուկյանը արված ու շեղությամբ է ստացվում Մանուկյանի կատարած հարվածը, բայց հիմա տեսնենք ինչ է պատահել Վոթֆորդի ֆուտբոլիստին։ Պողոսյանն էր այդտեղ խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ, Սարգսյան դեպի Համբարձումյանը գլորեց գնդակը, երկար փոխանցում, շատ լավ փոխանցում, Կոստանդյանն էլ հիմա կարող էր երրորդ գնդակը խփել Լեռնային Արցախի համար, բայց Վիցակը Նիկոլյանը փրկում է այստեղ Վոթֆորդին, չթահաշվ է նկատի, իսկապես փոխանցում ստացավ Կոստանդյանը, ևս մեկ փոխանցում, Համբարձումյան, այս դարպասի գրավում էր արդեն 3-1 Լեռնային Արցախը ստանում է 2 գնդակի առավելություն առաջի խաղակեսի վերջնամասում։ 3-1 է Տիգրան Համբարձումյանը դարձնում այս հանդիպան հաշիվ, այո Կոստանդյանը չգրավեց դարպասը, բայց այս դարպասի գրավման մեջ ունեցավ իհարկե ներդրումը շատ ճիշտ փոխանցում ու արդեն Լեռնային Արցախը հաղթում է 2 գնդակի առավելությամբ, այո Լեռնային Արցախը շատ լավ կարողացավ դուրս գալ այն իրավիճակից, որում հայտնվել էր հանդիպան մեկնարկում եւ հիմա արդեն ավելի վստահ կզգան իրանց, քանի որ ունեն ոչ թե մեկ այլ 2 գնդակի առավելություն, հիմա գրող տեսնենք Լեռնային Արցախի, բայց Սահակյանը միջև վերջ թույլ չտվեց այն ընթանակ, Գևորգ Կարուշանյան եւ դեպի աջ է գլորում գնդակը Սահակյանի ուղղությամբ, Սահակյան շատ լավներ փոխանցումը Պողոսյան ու բրավո Խաչատրյանին այստեղ ճիշտ է անկյունային կիրականացնի հիմա Վոթֆորդը, բայց ինչ հարված հեռացեց, դարպասապայի Խաչատրյանը իհարկե ընթացքից Պողոսյանի հարվածը հիանալի էր ստացվել ու Խաչատրյանը միայն ռեակցիայի շնորհիվ կարողացավ արձագանքել այս գնդակին։ Հիմա անկյունայինին հետևենք, որը կարող է լինել նաև խաղակեսի վերջին դրվագը։ Փոխանցումը կա, Խաչատրյանը վերցրեց այստեղ գնդակը ու ոչ չի ավարտվել խաղակեսը, գրավում է Լեռնային Արցախը, նորից Կոստանդյանն է ուշադրության կենտրոնում փոխանցում, բայց այստեղ Գևորգ Կարուշանյանը փորձեց իհարկե խաղանկերոջը ուղարկել, բայց ստացվեց այնպես, որ հիմա Լեռնային Արցախը կիրականացնի անկյունային հարված, իսկապես շատ արագ անցան պատասխան գրոին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Կա փոխանցումը Համբարձումյանի փորձն էլ այստեղ, բայց շեղությամբ ընթացավ նրա կատարած հարվածը, արդեն Վոթֆորդը պետք է սկսի դարպասից։ Արուշանյան գնդակի կորուստ խլեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, իսկ այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Արսեն Սարգսյանի համար եւ խաղակեսը հենց այս դրվագով էլ ավարտում ենք, այո 3-1 Լեռնային Արցախը հաղթում է կարճ ժաթարը մեզ մոտ, որից հետո կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադառնում ենք Լեռնային Արցախ Վոթֆորդ հանդիպման երկրորդ խաղակեսը միասին դիտելու 2 գնդակի առավելությամբ գնացին թիմերը ընդմիջման 2 գնդակի առավելությամբ գնաց ընդմիջման Լեռնային Արցախը, այո 3-1 հաշվով հաղթում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները առաջի կեսից հետո ու տեսնենք արդեն ինչ ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ երկրորդ խաղակեսում նախ կարողացավ հանդիպան հաշիվը բացել Վոթֆորդը Սիմոնյանը աշխի ընկավ, հետո Կոստանդյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը Մանգասարյանն առաջ մղեց Լեռնային Արցախին, իսկ Տիգրան Համբարձումյանը խաղակեսի վերջնամասում նաև մեծացեց Լեռնային Արցախի առավելությունը ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում առաջին իսկ հերթին Վոթֆորդը ինչ պետք է փորձի անել, ինչպես պետք է փորձի
Եդվերել կորցրածը ստանդարտին հետև են Գեյանոսյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում վտանգավորել ու Խաչատրյանը նորից կարողանում է այստեղ հեռացնել գնդակ, այո, շատ հրաշալի մարզավիճակում է իսկապես գտնվում Լեռնային Արցախի դարպասապահը ու սա առաջին հանդիպումը չի իհարկե, որ մենք նրան նման կերպ ենք տեսնում դարպասում տեղ զբաղեցնելիս Գեյանոսյան գուցե եւս մեկ հեռար փորձ, ոչ փոխանցում դեպի Սիմոնյանը Հիմա Սիմոնյանը փորձեց հարվածել, բայց Մելքումյանը կանգնեց գնդակի ճանապարհին Բայց Երանոսյանն էլ գնդակը դաշտի սահմաններում կրոս ու Խաչատրյանը վերցում է Երանոսյանի կատարած փոխանցումը եւ տեսեք ինչ փոխանցում է կատարում դեպի Արսեն Սարգսյանը եւս մեկ վտանգավոր գրող Կոստանտյան ու այստեղ չստացվեց Կոստանտյանի փոխանցումը այսպես համանենք իհարկե եթե ուղարկում էր գնդակը Ռոնալդո Մելքումյանին ապա իհարկե անխուսափելի է դառնում Վոտֆորդի համար 4 գնդակը արդեն Մելքումյանը պատրաստ էր եզրափակել Կոստանտյանի փոխանցումը Իսկ հիմա Վոտֆորդի գրողն էլ ձախողվեց Ամբարձումյան դեպի Մելքումյանը Մնում է գնդակով Մելքումյանը Դեպի Ամբարձումյան ուղարկեց Զախեզր Եվս մեկ փոխանցում անդրադարձ ու կտեսնենք նորից անկյունային Լեռնային Արցախի կատարմամբ Սարգսյանն է իրականացնելու անկյունայինը կա փոխանցումը, բայց այստեղ կողքից գնդակը դիպավ ցանցին, այո Սահակյան Շատ լավներ փոխանցումը Սիմոնյանի ուղղությամբ, Սիմոնյան վտանգավոր է, բայց այստեղ տարավ գնդակը դեպի աջ Սիմոնյան ու հետո էլ կորցրեց ինքնան կառավարումը եւ այստեղ նույնիսկ հարվածը Սիմոնյանի մոտ չստացվեց, այո Խաչատրյանը իհարկե դուրս եկավ դարպասից, բայց շատ վստահ կերպով արեց իր գործը այնպես որ խանգարեց Սիմոնյանին ճիշտ հարված կատարելու համար, իհարկե Դա ամենակարևորն է այս դրվագում իսկ ինչ փոխանցում է կատարում Խաչատրյանը Կոստանտյանին Արսեն Սարգսյանին ուղարկեց Կոստանտյանն էլ Մելքումյան անցումը գեղեցիկ էր այստեղ Մանուկյանը փակեց արվածի ճանապարհը ու հիմա արդեն Գևորգ Արուշանյանն է բաժանացել գնդակը եւ Վոտֆորդի եւս մեկ գրոտեսնենք ինչ փոխանցում է կատարում Արուշանյանը դեպի Սահակյանը ով նորից կրճատված է հանդիպանաշիվը այս անգամ Վոտֆորդն է անում այդպես այո 3-2 է Սահակյանը դարձնում այս հանդիպանաշիվը, բայց ինչ փոխանցում է կատարում Արուշանյան այս դրվագում Սահակյանին բրավո, մեկ գնդակ է անհրաժեշտ հիմա մնում Վոտֆորդին հեղինակել Ամենաճիշտ պահին այո Սահակյանը հարվածը կատարեց, որտեղ արդեն ոչ ոք ոչինչ չհասցրեց անել, այո, կար նաև փոխանցման տարբերակ, դա առաջին այսպես ասենք խանգարող հանգամանքը հանդիսացավ դարպասապահ Խաչատրյանի համար, նա չէր կողմնորոշում փակել անկյունը դե փոխանցման ճանապարհին կանգնելու ի վերջո Սահակյանն ընտրեց հարված կատարելու ճանապարհը եւ այս դրվագում շատ ճիշտ վարվեց այո քանի որ նրա կատարած հարվածից հետո հանդիպանաշիվը դառնում է 3-2 արդեն Արդեն պետք է մտածի հիմա Վոտֆորդը եւս մեկը հեղինակելու հաշվի հավասարություն նորից վերականգնելու համար Մելքումյան Հարված ստացավ ոտքին, բայց դա չխանգարեց հարվածել, որից հետո հնարավորություն է ստանում Կոստանտյան ու եւս մեկ անգամ է գոլով ավարտում գրող Արամ Կոստանտյանը 4-2, նորից 2 գնդակի առավելություն է ստանում Լեռնային Արցախ խաղադաշտում։ 4-2 Կոստանտյանը դարձրեց այս հանդիպանը հաշիվը ստացվեց այնպես որ նա դարձավ արդեն իսկ դուբլի հեղինակ այս խաղում ու տեսնենք մնացած ժամանակահատվածը ինչպես կանցկացնեն թիմերը Սահակյան
Շատ լավ գործեց ուղարկեց գնդակը Սիմոնյանի եւս մեկ փորձ ու Համբարձումյանը փակեց եւ Խաչատրյանն էլ թույլ չտվեց գնդակը հեռանալ հաշի սահմաններից դուրս, այո վերցրեց գնդակը եւ նետում է Մկրտումյանի ուղությամբ Մկրտումյան դեպի ետ Լեռնային Արցախը սկսում է եւս մեկ գրող խորքից Ռոնալդ Մելքումյան դեպի կենտրոն մեկապումով Սարգսյանն ընդունեց գնդակ ուղարկեց Համբարձումյանին եւ տեսնենք այս գրող Ռոնալդ Մելքումյան միացել նաեւ Մկրտումյանը կա փոխանցում բայց Մանուկյան այստեղ լավ կողմնորոշվեց կանգնեց գնդակի ճանապարհին ու անցնում է գրոյի արդեն Ոթֆորդը Սիմոնյան բայց այս փոխանցում ուժեղ էր Հարությունյան Մկրտումյան, նորից Հարությունյան ու տեղափոխված է գնդակը դեպի ցախ Համբարձումյանի ուղությամբ Այ Պետրոսյան ուղարկեց գնդակը Մանուկյանին մի փոքր ուժեղ էր փոխանցումը բայց ամենայն դեպս եզրային նետում վաստակել Մանուկյան այս իրավիճակում Սարգսյան լավ իջեցրեց, բայց Մանուկյանն էլ թիկունքից լավ աշխատեց այս դրվագում, Մանուկյանով է հարվածելու Արուշանյանը, բայց բարձր է ստացվում Գևորգ Արուշանյանի կատարած հարվածը։ Այո, Ոթֆորդի գործողություններում երևում է Ոթֆորդը ցանկություն ունի, Ոթֆորդը չի, այսպես ասած, հանձնվում, Ոթֆորդը պայքարում է ու փորձում է նորից մեկ գնդակի հասնել տարբերությունը, որից հետո արդեն կմտածեն նաև պարտությունից խուսափելու մասին, դե Լեռնային Արցախն էլ իհարկե հիմա որքան հնարավոր է ավելի հանդարտ ու հանգիստ ֆուտբոլի առաջարկում մրցակցին Մելքումյան դեպի ցախ ու Համբարձումյանը գնդակ ուղարկեց դեպի Սարգսյանը, բայց այստեղ չընդունեց գնդակը Արսեն Սարգսյանը եւ ես իսկ կնետին Ոթֆորդի ֆուտբոլիստները Արուշանյանն է Կատարում եզրային նետումը Մանուկյանին Մանուկյան պատրաստվեց հարվածի, բայց չկատարեց հարվածը, նորից Արուշանյանն ու դեպի արդեն Նայելի Պետրոսյանն է փոխանցում կատարում Արուշանյանը Երանոսյան Նորից Մանուկյան լավ է խաղարկում Ոթֆորդը այս դրվագում գնդակը Մանուկյան վտանգավոր է, բայց այստեղ Հարությունյանը լավ պաշտպանվեց, ուղարկեց գնդակը Ռոնալդ Մելքումյանին եւ սա եւս մեկ գրոյի սկիզբ կարող է հանդիսանալ Լեռնային Արցախի համար Մկրտումյան ուղարկված է գնդակը դեպի թիմի ավակ Սարգսյանը Բայց այստեղ էլ Պողոսյանը թիկունքից նահանջեց ու լավ աշխատեց, ստացավ Սահակյանից փոխանցում կա Սիմոնյանը Սահակյանն է նորից ուղարկում գնդակը, ով եւս մեկ հարված է կատարում, բայց բարձր է ստացվում Գագիկ Սահակյանի կատարած այս հարվածը։ Հարությունյան, նորից Սարգսյան ու շատ լավն էր այս փոխանցումը, բայց Գրիգորյան բրավո դուրս եկավ դարպասից ամենակ ճիշտ պահին ու կարողացավ փակել Մելքումյանի հարված կատարելու ճանապարհը։ Մկրտումյան շատ փափուկ փոխանցում դեպի Սարգսյանը։ Համբարձումյան Նորից Արսեն Սարգսյանն ընդունել գնդակը ու դեպի ձախ ուղարկեց Համբարձումյանի ուղղությամբ, իսկ այստեղ արդեն անկյունային վաստակում է այո Լեռնային Արցախը։ Համբարձումյան Եվ այս
այսքանով ավարտվեց Լեռնային Արցախի գրոհը, հիմա Ոթֆորդն է փորձում գրոհ կազմակերպել, բայց այստեղ Մանուկյանը կորցրեց, հետո խախտեց խաղի կանոնները, բայց շտուլեց մրցավարը, քանի որ չի ավարտվել Լեռնային Արցախի գրոհը, իսկ հիմա արդեն Գրիգորյանը նետեց դեպի Արուշանյանին, հիմա պետք է Ոթֆորդը փորձի նորից կրճատել հաշիվը։ Գևորգ Արուշանյան սա արված է, բայց շեղությամբ ստացվեց Արուշանյանի արված, այո, եթե հիմա ստացվի մեկը հեղինակել Ոթֆորդի մոտ, ապա չափազանց լարված ստացվի վերջամասը, իհարկե մեկ գնդակ անհրաժեշտ կլինի այդ դեպքում պարտությունից խուսափելու համար Ոթֆորդին։ Կրտումյան Սարգսյանին ուղարկեց, բայց այստեղ էլ Միքայել Երանոսյանը դուրս եկավ դիրքից ու շատ ճիշտ պահի խլում իրականացեց Սահակյան, բայց ափսոս այստեղ չհասավ գնդակը Պողոսյանին, բայց ավելի լավ տարբերակ իհարկե կար Արուշանյանին պետք է փոխանցում կատարել Սահակյան, դա կարծում եմ ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա Երանոսյանի հարվածը բավական բարձր է ընթանում։ Սարգսյան կասի այս գնդակին պայքարի մեջ է մտնում Մանուկյանը ու այստեղ լավ գործեց, բայց հետո էլ չխախտեց խաղի կանոնները ոչ մրցավարը ոչինչ չարձնագեց այս դրվագի հետ կապված Երանոսյանը ուղարկում է գնդակը Սիմոնյանին լավն է նաև Սիմոնյանի փոխանցումը Սահակյան արված ու Խաչատրյան բրավո որի օրցեի Մերի Խաչատրյանի այս խաղում չի ավարտվել ճիշտ է Ոթֆորդի գրոհ իսկ հիմա արդեն ավարտվածը եւ խնդրեմ տեսեք ինչ հակա գրոհի ասում նորից Լեռնային Արցախ աչ եզրում արդեն Սարգսյանն է գնդակով փոխանցումը կա ու այստեղ չասավ գնդակը Կոստանդյանին նա արդեն պատրաստ էր իհարկե եզրափակելու այս դրվագը Սիմոնյան դեպի հետ Եվ այստեղ մնաց գնդակայոտ արջի սահմաններում ու բրավո Խաչատրյանին, իսկ հիմա մրցավարը ուսումնասիրի նախորդ դրվագը հասկանանք ինչ է պատահել։ Դիտեց այո ապահովության համար մրցավարը դրվագի կրկնապատկերը Մկրտումյանի ձեռքով խաղ կարթե ոչ այդ դրվագի մասն է իհարկե խոսքս Մկրտումյանի գործողություններով, բայց իհարկե ամեն ինչ մաքուր էր Լեռնային Արցախի պաշտպանի գործողություններում ու կարելի է ասել, որ սկսում ենք այդ դրվագից հետո, այո, ոչինչ չարձանագրեց մրցավարը, շարունակում ենք այս հանդիպումը, այդ դրվագը կարելի է ասել մնաց անցյալում Ոթֆորդի համար իհարկե ցանկալի կլիներ, եթե այդ դրվագը վերածեին 11 մետրանոցի ու կրճտեին հանդիպան հաշիվը, բայց մրցավարը շատ մոտ էր կանգնած ու իհարկե ապահովության համար նաև դրվագը ուսումնասիրեց եւ ոչինչ չնկատեց այդ իրավիճակի հետ կապված Մկրտումյան ուղարկում է գնդակը Խաչատրյանին, Ռոնալդ Մելքումյան դեպի ձախ ուղարկեց գնդակն էլ Մելքումյանը նորից Մելքումյան բայց այստեղ կորցրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գնդակ ու Սահակյանը նորից շարժվում է առաջ եւս մենք փորձ անդրադարձ Մկրտումյանից ու անկյունային վաստակեց հիմա արդեն
Watford-ը մրցակցի դարպասի ուղղությամբ։ Սիմոնյան հարվածը կա ու շեղությամբ է ստացվում Սիմոնյանի հարվածը։ Այո, իսկապես Watford-ը ցանկանում է մեկ գնդակ ամեն դեպքում հեղինակելու այդ վերջնական ինտրիգը պահպանել այս հանդիպման հետ կապված եւ դա իհարկե այնպես չէ որ անիրատեսական է, անհավանական է, այսպես ասեմ։ Արդյունքում գնալով արդեն որքան չի ստացվում այնքան էլ հանդիպումն է մոտենում ավարտին ու շատ ավելի ու ավելի է գնալով իհարկե բարդանալու Watford-ի խնդիրը։ Գագիկ Սահակյան թողեց գնդակ Արուշանյանին դեպի Սիմոնյանը, Սիմոնյան հարված ու հիմա Փրկեց Խաչատրյանը, նորից Լեռնային Արցախին, այո, հիմա շատ վտանգավոր էր հարվածել Սիմոնյան ու պարզապես փրկվեց, իսկապես այս դրվագում փրկվեց։ Լեռնային Արցախը եւս մեկ գնդակ բաց թողնելուց, բայց այն դեռ Watford-ը կիրականացնի, Մանուկյան փոխանցումը կա ու այստեղ արդեն Մկրտումյանը հեռացեց գնդակը Սիմոնյան, ոչ այնքան հեռու նորից կգրեվի Watford-ը։ Մանուկյան գեղեցիկ էր, Մանուկյան լավներ անցումը, փոխանցումը նույնպես ու եւս մեկ անկյունային կտեսնենք։ Իսկ հիմա խաղի կանոնները խախտեց Ռոնալդ Մելքումյանը։ Սիմոնյան հարված ու բարձր է ստացվում Սիմոնյանի կատարած հարվածը։ Մկրտումյան այստեղ ռիսկի է դիմում ու նորից պրեսինգի շնորհիվ վաստակում է անկյունային հարված Watford-ը։ Այո, Watford-ը այսպես ասած դեռ չի հանգստացել, դեռ չի համակերպվել այս ամենի հետ ու քանի դեռ ունի հավանական խաղը ժամանակ այս հանդիպան ընթացքում չպարտվելու պետք է փորձեն ամեն հնարավոր ու անհնարին բան անել այս հանդիպան հետ կապված, բայց հիմա եթե խփի Լեռնային Արցախը, իսկ այստեղ իհարկե Մելքումյանը շատ կոպիտ գործեց։ Սահակյան Հնում է գնդակով Սահակյանը, Գևորգ Կարուշանյանին ուղարկեց գնդակը, սա հարված էր, որը փակեց Խաչատրյանը, Կոստանդյան դեպի Արսեն Սարգսյանը իհարկե գեղեցիկ էր, իսկ հիմա պահում է Սարգսյանը գնդակին մոտ, աչից կա տարբերակ, բայց շատ լավ նկատեց Մելքումյանին, ով արդեն այս գոլով փաստում է Լեռնային Արցախի այս հանդիպման հաղթանակ։ Այո, 5-2 Մելքումյանը դարձրեց հանդիպման հաշիվը ու արդեն 3 միավորի արժանանում է այս դարպասի գրավումով Լեռնային Արցախը այս խաղում։ Գրավեց, այո, Ռոնալդ Մելքումյանը այստեղ դարպասը, բայց ամեն ինչ իր վրա վերցրեց ու շատ բարձր մակարդակով մինչև նրան գնդակը հասցեակել է կատարեց թիմի ավակ Արսեն Սարգսյանը, իսկ Մելքումյանը շատ հնարամիտ է նմանատիպ տարածություններում կրոնները եզրափակելու։ Հիմա Սիմոնյանի փորձը, բայց չստացվեց, Խաչատրյանը վերցրեց գնդակը նետում է դեպի ձախ եզր, իսկ արդեն Լեռնային Արցախը, այո, փաստենք, որ եւս 1-3 միավորի կարժանան այս մրցաշարում այս հանդիպումից հետո ու հիմա արդեն ավելի ստույգ ասենք, Լեռնային Արցախը կունենա 27 վաստակած միավոր, այս գրոնն էլ տեսնենք Կոստանդյան, բայց Մելքումյանը չի եզրափակեց, այո, եւս մեկ 3 միավոր կունենա իր ակտիվում գրանցած այս խաղից հետո Լեռնային Արցախը ու 27 միավորով վեր կբարձրանա արդեն երկրորդ հորիզոնական, բայց Կադիսը դեռ պետք է հանդիպումը անցկացնի։ Մենք նորը արդեն դրանից հետո կունենանք ամբողջական պատկեր, իսկ այստեղ էլ գնդակի կորուստ Մանգասարյան, տեսնենք 6-րդ դարպասի գրավումը կստացվի ու 11 մետրանոց է այո վաստակում Լեռնային Արցախը, այստեղ ձեռքով փակեց Watford-ի ֆուտբոլիստը գնդակի ճանապարհը եւ տեսնենք արդեն ով է իրականացնելու 11 մետրանոց հարվածը։ Հարություն Մանգասարյանն է մոտենալու գնդակին, կա մրցավարի սուլիչը, Մանգասարյան վտանգավոր իրավիճակ է, հարվածը կա ու անկասելի է ստացվում Մանգասարյանի հարվածը, 6-2 է Մանգասարյանը դարձնում հանդիպան հաշիվը։
դուբլ Մանգասարյանից այս խաղում նա նույնպես դուբլի հեղինակ դարձավ։ Ինչպես նրա խաղանքեր Կոստանդյաններ, իսկ այս գրով Պողոսյան, փոխանցում Սիմոնյան ու ստացվեցի վերջով Ոթֆորդի մոտ, այո Սիմոնյանի այս ժանգերը տալիս են իր արդյունքը, բայց այս ամենը իհարկե կարող են ավելի շուտ անել, ճիշտ է 6-3 դարձրեց Սիմոնյանը հանդիպանաշիվը։ Սիմոնյանը 6-3 է դարձում այս հանդիպանաշիվը, բայց իհարկե եթե նրա մոտ ստացվեր գրավել դարպասը 4-2 հաշվի պայմաններում իհարկե մենք այլ վերջնամաս կունենայինք։ Մանուկյան ու իսկ այստեղ էլ արդեն Ամբարձումյանը լավ գործեց, Արուշանյանի մոտ է հայտնվել գնդակը եւ եսից են հետը դու Ոթֆորդը Արուշանյան Լաններ փոխանցումը Մանուկյանի ուղղությամբ, Մանուկյան գեղեցիկ էր ու իհարկե եթե հայտնվեր գնդակը դարպասում շրջեք դարպասի գրավում կտեսնենք Մարմեն Մանուկյանից, բայց հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Սիմոնյան դեպի Սահակյանը մնում է գնդակով Սահակյանը փորձեց դեպի կենտրոն ուղարկել, բայց այստեղ էլ փակվեց փոխանցման ճանապարհը Պետրոսյան ուղարկում է գնդակը Երանոսյանին Հարություն Մանգասարյան Սահակյանն այստեղ խլում փորձում իրականացնել, բայց այն դեպս Եզրային հետո իրականացնել Արդեն Ոթֆորդի ֆուտբոլիստները այո խլեց հետո էլ չստացվեց անցումը, բայց եսից նետեց Ոթֆորդը Արուշանյանին առաջարժվում Պողոսյան դեպի Մանուկյանը մեկը փումով էլ Մանուկյան ուղարկեց Պողոսյանին Արուշանյանը ու բավական բարձր է ստացվում Արուշանյանի կատարած արվածը հանդիպումն էլ հենց այստեղ ավարտվում է գոլառոտ խաղում հաղթեց 6-3 հաշվով Լեռնային Արցախ ու արժանացավ իր հերթական 3 միավորին տեխնի երացեք մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը շարունակում ենք